Մասնագիտություն Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ, նաև Հանրայի ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջերում մեզ հետևողներ, այսօր նախքան մասնագիտությունը ներկայացնելը, գիտենք, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է, եւ իհարկե խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև եւ իհարկե հայրենիքի համար բոլոր զոհվածները արժանի են փառքի եւ հիշատակության։ Գանք մասնագիտությանը, ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը կարծում եմ այսօր էլ ավելի է կարևորվելու, թե ինչու կիմանաք հաղորդման ընթացքում։ Նրանք լավ գիտեն լեզվի եւ գրականության իրական արժեքն ու նշանակությունը։ Իհրթեն բազմակողմանի զարգացած տարբերվում են իրենց հարուստ ներաշխարհով, մտածողությամբ եւ վերլուծությամբ։ Նրանց ձեռքերում է լեզվի եւ գրականության ուսումնասիրության ու լույսընծայման ողջ գործընթացը, որը չափազանց հետաքրքիր է, տարողունակ։ Տարով լեզվի ու գրականության անծայրածիր աշխարհի հետ շփվելու մի հիանալի հնարավորություն։ Այսօր ներկայացնելու ենք բանասերի մասնագիտությունը, որի ընտրության հարցում որոշիչ դեր խաղալ լեզվի եւ գրականության հանդեպ մեծ սերը։ Հումանիտար գիտություն է բանասիրությունը, որի ուսումնասիրության ոլորտում են լեզուն եւ գրականությունը։ Մասնագիտությունը պահանջված է, արժևորված։ Հմուտ մասնագետները հնարավորություն կունենան ծավալելու գիտամանկավարժական գործունեություն ամենատարբեր ոլորտներում։ Մասնագիտությունը բնութագրեց իմ գործընկեր Իզաբելա Գրիգորյանը, իսկ իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, այս մասնագիտությունը զարմանալի եւ շատ խորը մասնագիտություն է, բայց ես ինչու եմ ասում, ել ավելի է կարևորվելու, որովհետեւ այս զարգացումը տեխնոլոգիաների, սոցցանցերի, այս IT ոլորտի մարդիկ այս զարգացման պատճառով սկսել են քիչ կարդալ եւ նայում եմ արդեն հիմա ասենք ժամանակ չունեն վեպեր կարդալու եւ այլն եւ այդ հատկացված ժամանակը դառնում է քիչ անկախ ամեն ինչից դա իրողություն է մենք նայում ենք մեր երեխաները արդեն այս հեռախոսները դարձրել են զբաղմունք, այլ խաղեր նույնիսկ չեն խաղում, դա էլ է խնդիր եւ ասենք կարդում են միայն լուրեր, կարճ ինչ որ եւ այլն, ել չեմ ասում Facebook-ում, որ բոլորը դարձել են գրող, չէ, ու լուրջ խնդիր է առաջանում մարդկանց, որոնք կարող են ուղղորդել, որ թե ինչ կարդան, թե ինչ ընտրեն, նաեւ ճաշակի հարցում կարողանան օգնել, որովհետեւ այս սոցցանցերը, Facebook եւ այլն ճաշակը փչացնում են մարդկանց, որովհետև ասենք բոլորը գրում են եւ մարդիկ կարդում են ինչ պատահի եւ այստեղ գրագիտության մասին չեմ ասում, նաեւ մտքի եւ այլ, այսպես լինում է ճաշակի ինչ ասեմ ճգնաժամ է առաջանում։ Այս առումով կարծում եմ բանասերները, լուրջ մասնագետները լուրջ անելիքներ ունեն շատ եւ այս մասնագիտությունը դրա համար եմ ասում, որ մեր ժամանակներում էլ ավելի է կարեւորվում։ Համաձայն չեք։ Իհարկե ժամանակները ամեն ինչի վրա ազդում են բնականաբար նաև մասնագիտությունների ընտրության եւ զարգացման իհարկե բանասիրությունը մի քիչ այսպես ասենք այն մասնագիտությունն է որ միշտ լինում է հիշենք դեռևս Մեսրոպ Մաշտոցի օրերից եւ ընթացքում տարբեր ժամանակներում եղել է ավելի ակտիվ կամ ավելի թույլ արտահայտված եթե այսպես ձևակերպենք, բայց ըստ էության միշտ եղել է։ Մեր օրերում էլ իհարկե այդ խնդիրները, որոնց մասին դուք ասացիք, կան, բայց հիշենք, որ կա դպրոցում ծրագիր, այսինքն աշակերտները ինչ որ չափով այդտեղից ուղղորդվում են, ուսուցիչների դերն է այստեղ շատ մեծ, կա միջավայր, հեռուստատեսություն։ Իհարկե այդ խնդիրները կան եւ բանասերները, պատմաբանները,
մշակութաբանները, ըստ էության բոլոր գիտությունները ամեն մեկը իր տեսանկյունից պետք է ինչ-որ չափով ուղղորդի իր ուղղությունը ցույց տա լավն ու վատը, իհարկե որոշ չափով ժամանակը ամեն ինչ իր տեղը դնում է լավ ու վատի դասակարգման առումով, բայց այո, անելիքներ կան եւ պիտի ամեն ինչ արվի, որպեսզի այդ ուղղորդումը որակյալ գրականության լեզվի մակարդակի այդ խնդիրները այնպես դրվեն, որ ճիշտ ուղղորդվեն հատկապես աշակերտները հետագայում, որոնք դառնում են ուսանող մի մասը գոնե, ճիշտ ընտրեն, ընդհանրապես դառնան հասարակությանը պիտանի գրագետ հասկացող ճանաչող մարդիկ։ Պարոն Սարգսյան, դե պարզ է, որ մենք նայում ենք մեր շատ անվանի գրողներ, այսպես եթե թվարկեմ շատ երկար կլինի, ավարտել են հենց համալսարանի բանասիրականը, նաև ռադիոյում հեռուստատեսությամբ են շատերը աշխատում, որպես լրագրող են աշխատում բանասիրական կրթությամբ, եւ նայում եմ, որ այսօր էլ ես գալիս եմ, թե որտեղ կարող են աշխատել, բացի իհարկե դպրոցներում, համալսարաններում, դասավանդելուց կարող են աշխատել նաև լրատվամիջոցներում, մատենադարանում, այսպես եւ այլն, որ այսպես նայենք։ Ու հիմա շատ մասնագիտությունների առումով համալսարանները, ասենք, խնդիր են տեսնում դպրոցների դասավանդման մեջ, ասում են օրինակ քիմիան, ֆիզիկան գալիս են, բայց այնպես չգիտեն, ասենք, լավ չեն կրթվել դպրոցում։ Հիմա այ որ ընդունելության քննությունները գալիս են բանասերները, այդ խնդիրը կա թե չէ այսօր, չգիտեմ, ես հույս ունեմ, որ այս հայոց լեզվի գրականության հարցում չպիտի ֆիզիկայի ու քիմիայի պես լինի, բայց կա այդ խնդիրը թե չէ այսօր, հետարքիր այդ գրագիտության առումով եւ այլն ընդհանուր առմամբ։ Ինչ որ չափով խնդիր կա, որովհետեւ պետք է հիշեն իրենց անցած ամբողջ տարիների ընթացքում դպրոցական, որպեսզի կարողանան քննություն հանձնել, բոլոր առարկաների դեպքում ինձ թվում է պիտի պատրաստվեն, կրկնեն, սովորեն, հետո լեզուն մի առանձնահատկություն ունի, ինչպես բոլորս գիտենք, որ միշտ կա, այսինքն պատմությունն են սովորում լեզվով, աշխարհագրությունը, պատմությունը, առօրյա խոսքը եւ դրա համար լեզուն, այսպես ասած, միշտ ուշադրության կենտրոնում է, ցանկացած սխալ ավելի ընդգծվում է եւ ընդունելության ժամանակ էլ երբ որ քննություն են տալիս, արդեն այդ սխալները միջավայրում, երբ որ հաճախ են լսում, իրենց մեջ ամրապնդված է լինում, ինչպես դուք ասացիք, նաեւ գրքեր ինչ որ չափով քիչ են կարդում եւ այդ ամենը բոլոր դեպքերում իր արտացոլումը ազդեցությունը ունենում է, բայց նաեւ մյուս կողմից, քանի որ գիտեն, որ պիտի ընդունվեն, պիտի քննություն հանձնեն, պատրաստվում են, իհարկե կարելի է միշտ կատարելագործել այդ քննական համակարգը եւ ժամանակ առ ժամանակ լինում են փոփոխություններ, թարմացումներ, բայց լեզվի խնդիրը միշտ կա, որովհետեւ մարդիկ նաեւ երբ որ մի ինչ որ սխալ են տեսնում, իրենց ոչ դուր եկող բան անկախ նրանից դա որտեղ կլինի, փողոցում գրված կլինի, ցուցանակ, եթերում կհնչի, հեռուստատեսություն կամ ռադիո, բոլորը մտածում են, որ ինչ որ մեկը դա պիտի ուղեր, նախ դա մենք ինքներս պիտի ուղենք յուրաքանչյուր խոսող, եւ դա մի քիչ նաեւ անվերահսկել է, որովհետեւ այդ պահին, եթե ինչ որ մեկը դա ասում է թեկուզ եթերում, եթերը որտեղ բազմազան խոսք ունի եւ դրսում հարցազրույցներ ստուդիայում դրսից հրավիրված եւ այլն, դրա համար այդ խնդիրը մի քիչ այսպես ասենք լեզվի դեպքում ավելի սուր է երևում, բայց ընդհանուր առմամբ կան խնդիրներ, որոնք պիտի լուծվեն ուշադրության կենտրոնում պահեն, բայց նաև որոշ չափով կա այսպես ասենք լավ վիճակ, որովհետև փորձում են գոնե այն աշակերտները, որոնք պատրաստում են քննությունների, սովորել ծրագրերի սահմաններում, բայց խնդիրը մնում է այդ հատկապես կարդալու հարցը ցանկալի է բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել, որպեսզի հարստանա բառապաշարը, տեղյակ լինեն գրքերին, գրողներին, այդ խնդիրը այո կա, բայց որ ասեմ այդպես շատ սուր է, չէ, բայց նաև որ անելիքները շատ են, դա նույնպես։ Չէ, ես գիտեմ, որտեվ ես մի քանի տարի եղել եմ իհարկե լրագրության, ժուրնալիստիկայի ընդունելության քննությունների հանձնաժողովում, նաև նախագահ եմ եղել եւ այլն, այս խնդիրը այնտեղ կար։
իհարկե ես ասում եմ որտեղ մոտ են ինչ որտեղ ժուրնալիստիկան ու բանասիրությունը մոտ մասնագիտություններ են եւ այս առումով կարդալու եւ այլնի առումով մեկ-մեկ ես զարմանում էի որ ոչինչ չգիտեն եւ մտածում են որ երևի լրագրությունը ամենահեշտն է ու գալիս են բայց բոբիկ հույս ունեմ որ բանասիրության հարցում այդպես չի լինի բայց երևի էլի կա որտեվ այ դուք ինչպես ասեցիք որ բոլորը դե խոսում են հայերեն չէ լսում են կարդում են մտածում են որ հեշտ է էլի այդ մտայնությունը կա որ եթե ասենք քիմիա ֆիզիկան դժվար է ըստ իրենց ուրեմն այս բանասիրությունը պիտի որ հեշտ լինի այս մտայնությունը կա բայց իրականում լեզուն ու գրականությունը շատ խորություններ ունեն եւ շատ ընդարձակ են եւ սա շատ լուրջ մասնագիտություն է ու հիմա որ գանք ասենք ամենասկզբին այ քննություն են տալիս երևի հայոց լեզու, հա, գրականություն, այ ինչ են տալիս ընդունվելու համար։ Ինչ որ չափով նաև հիշենք, որ կյանքը մի քիչ արագացել է հենց լրագրության բնագավառում, այսինքն լուրեր են գալիս տեղեկություններ, որոնք արագ թարգմանվում են, հաճախ չեն հասցնում, բացի նայած, որ միգուցե նաև ինչ որ չափով թերանում են, բայց նաև հիշենք, որ երբեմն տեխնիկական միջոցներով են թարգմանում, վերանայումներ չեն լինում եւ իրոք շատ կայքերում լինում են սխալ թարգմանություններ, ոչ ճիշտ նախադասություններ, ուղղագրական սխալներ եւ այլն, այդ խնդիրը ոնց որ մի քանի կողմ ունի, այսպես ասած, եւ ընթերցանության եւ լեզվի իմացության, որոնք մի բաղադրատոմս դժվար է առաջարկել, այսինքն ամբողջ բազմությունը պիտի նպաստի, այսինքն եւ միջավայրը եւ ժամանակաշրջանը եւ դպրոցը եւ համալսարանը, հեռուստատեսությունը, լրատվա բոլոր միջոցները, որպեսզի կարողանանք հնարավորինս դա պահել։ Հետո պիտի հիշենք նաեւ մի բան, որովհետեւ միշտ մենք փորձում ենք այդ գրական լեզուն պահել, սխալներին ուշադրություն ենք դարձնում, բայց անխուսափելիորեն կա գրական եւ խոսակցական լեզու եւ ինչ որ չափով տարբերություններ միշտ լինում են։ Դա եղել է գրափարյան շրջանում, այ Խորենացու գրի առած Գողթան երգերը ըստ էության խոսակցական գրափարային, որոնց մեջ կան գրական լեզվի նորմից զարմազան շեղումներ, այսինքն նաեւ դա պիտի հաշվի առնել, որ միայն գրական խոսք չի հնչի, բայց համենայն դեպս պաշտոնական տեղերում լրատվամիջոցներում իհարկե ճիշտը հետևել, որ անպայման հնչի գրական ճիշտ խոսք։ Պարոն Սարգսյան, հիմա ասենք, որ մեզ լսում են, ուզում են բանասեր դառնալ, այն աղջիկներն ու տղաները, ինձ թվում է աղջիկները, որտեվ այսպես տղաները շատ քիչ են գալիս բանասիրական վաղուց, դե ես հասկանում եմ պատճառների մասին, որտեվ տղաները մտածում են, որ ասենք բանասերները այդքան չեն վաստակում, որքան ասենք բժիշկները, չգիտեմ, IT ոլորտի աշխատողները եւ այլն, չնայած ինչ որտեղ սխալվում են, որտեվ լավ մասնագետը միշտ էլ կարող է վաստակել, այսպես խոսենք, այ ինչ քննություն են տալիս, որ որոշեցին կան, ինչ պարապեն, պարզը երևի հայոց լեզու գրականություն առաջին հերթին։ Արդեն մի քանի տարի տալիս են երկու քննություն, հայոց լեզու եւ գրականություն գրավոր եւ օտար լեզու գրավոր։ Օտար լեզու, այսինքն օտար լեզուն այստեղ պարտադիր է, որ այո, օտար լեզուն։ Ես մտածում եմ, որ ընդհանրապես բանասերները, որ մի օտար լեզու շատ լավ իմանան, դա շատ կօգնի նաև համեմատելու համար, հետո կարող են թարգմանիչ լինել եւ այլն, չէ, սա շատ կարեւոր է, կարծում եմ։ Դե մեր օրերում ընդհանրապես հնուց դա միշտ կարևորվել է լեզուների իմացությունը եւ օտար լեզուների եւ հայերենի հիշենք դեռևս, որ թարգմանվեց Աստվածաշունչը, մենք ունեցանք թարգմանչած տոն, այսինքն օտար լեզուների իմացությունը միշտ գնահատվել է եւ մեր օրերում էլ քանի որ կյանքը զարգանում է, աշխարհի տարբեր երկրների հետ կապեր են լինում, իդեպ մենք հաճախ ուսանողներ ենք ունենում, որ նաեւ ասպիրանտներ, նաեւ հետազոտողներ, որոնք այլ երկրներից գալիս են, ասենք 1 կիսամյակ, մի քանի ամիս, որպեսզի այստեղ հայերեն ուսումնասիրեն կամ նոր սովորեն, նաեւ գրափար կամ գրականություն տարբեր եւ հակառակը մեր ուսանողները կամ շրջանավարտներն էլ պիտի տիրապետեն լեզվին տարբեր օտար լեզուների, որպեսզի այդ համաշխարհային ընթացքից հետ չմնան, այսպես ասած։ Մեր սերունդը, ասենք, որ մենք հիմնականում, ասենք, կրթվել ենք Խորհրդային Միությունում, եթե մենք ռուսերեն չիմանայինք, այդ համաշխարհային գրականությանը ինչ որտեղ անհաղորդ կմնայինք, որտեղ շատ քիչ բան է թարգմանված հայերեն, այս առումով նայենք։ Հիմա իհարկե ռուսերենին կարծես փոխարինում է անգլերենը, այս սերնդի մոտ, այնպես որ եթե չիմանան, էլի դժվար, որտեվ
մենք չենք հասցնում ամեն ինչ թարգմանել, այնպես որ այդ լեզու իմանալը պարտադիր է, գոնե այսպես մի միջազգային, չէ, այդպես վերցնենք։ Այո, իհարկե, եւ գրքերի կարդալու, եւ ինֆորմացիա ստանալու, եւ միջազգային կապերի մեջ մնալու համար, որովհետեւ լինում են տարբեր ծրագրեր եւ ուսանողների եւ հետո դասախոսների, գիտնականների համար, որոնց շրջանակներում նրանք պիտի մեկնեն արտասահման, մասնակցեն ինչ-որ գիտաժողովների, որտեղ բնական է ինչ-որ օտար լեզու, սովորաբար անգլերենն է լինում ընդհանուր հաղորդակցման լեզու, դրա համար այդ լեզվի չիմացությունը կարծես թե խզում է այդ կապերը, այսինքն եւ դժվարանում ենք այդ դեպքում տարբեր գրքեր, նոր հոդվածներ եւ այլ կարդալ եւ մասնակցել միջազգային զանազան միջոցառումների, որի անհրաժեշտությունը շատ կարեւոր է եւ ստանալու համար դրսից նորությունները գիտական եւ ցույց տալու մեր նվաճումները, մեր նորությունները, մեր ուսումնասիրությունները, որում բոլոր բնակավարներում ոչ միայն հայերենի։ Պարոն Սարգսյան, հիմա գանք բակալավրիատում ինչ են սովորում, ասենք, բառասերներ։ Բակալավրիատում որոշ առարկաներ սովորում են այն առարկաները, որոնք բոլոր ֆակուլտետներում կան ընդհանուր եւ մասնագիտական առարկաների մասին խոսենք հայոց լեզվի տարբեր բաժիններով հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, ոճագիտություն, հայ գրականությունը սկզբից բանահյուսություն, հետո հին եւ միջնադարյան, մինչեւ նորագույն շրջանը։ Բնական է դա ես ընդհանուր գծերը ասացի, բայց կան զանազան առանձին դասընթացներ, որոնք վերաբերում են լեզվի մի բնակավարի գրափարեն առանձին անցնում, արևմտահայերեն, լեզվի պատմություն, ընդհանուր լեզվաբանություն, գրաքննադատություն եւ վերջին շրջանում մենք նաեւ փորձել ենք ավելացնել այնպիսի առարկաներ, դասընթացներ, որոնք ավելի կօգնեն ուսանողին հետագայում եւ աշխատանք գտնելու եւ շփվելու, օրինակ վերջին տարիներին արդեն մի քանի տարի կա խմբագրական գործ, հաղորդակցում, խոսքային էտիկետ, այս թեմաներին վերաբերող դասընթացներ, որոնք կօգնեն ուսանողներին տարբեր բնակավարներում աշխատելու, նաև ունենք մասնագիտացում, բարձր կուրսերում երրորդ կուրսից սկսած ուսանողները ընտրում են լեզվաբանություն կամ գրականագիտություն, նաև ունենք թարգմանչական գործ եւ որոշ դասընթացներ, բացի այն ընդհանուրներից, որոնք բոլորն են անցնում, նաև ամեն մեկը շաբաթվա որոշակի ժամերի անցնում է արդեն նեղ մասնագիտական, ասենք գրականագիտական դասընթացներ կոնկրետ խնդիրների վերաբերող, հայերենի լեզվաբանությանը վերաբերող եւ թարգմանչությանը վերաբերող։ Դա բակալավրիատում։ Բակալավրիատում։ Իսկ այ մագիստրոսական քանի ծրագիր կա հետարքի։ Մագիստրատուրայում ավելի նեղանում է, այսպես ասենք, բակալավրում ծրագիրը կոչվում է ընդհանուր հայոց լեզու եւ գրականություն եւ անցնում են այդ ամենը այդ փոքրիկ մասնագիտացումով։ Իսկ մագիստրատուրա արդեն ընդունվում են տարբեր ծրագրերով, ներկայումս գործում է 3 ծրագիր՝ ժամանակակից հայոց լեզու եւ թարգմանչական գործ, հայոց լեզվի պատմություն եւ լեզվաբանություն եւ հայ գրականություն։ Իհարկե դրանք բոլորը միավորում են հայոց լեզու եւ գրականություն մասնագիտության մեջ, բայց առանձին ծրագրեր են, այսինքն ուսանողները բակալավրի ընդհանուր ծրագիրը ավարտելուց հետո կարող են ավելի իրենց հոգեհարազատ ուղղությունը ընտրել եւ ավելի խորացնել այդ ուղղությամբ իրենց գիտելիքները։ Դե կան մասնագիտություններ մոտ, որ հաճախ ասենք մարդիկ ավարտում են բակալավրիատը մի այլ մասնագիտությամբ, հետո փոխում են մագիստրատուրայում այլ, բայց սա այն մասնագիտությունն է բանասերի, որ ես չեմ կարծում, որ չգիտեմ քիմիական, ֆիզիկայի կամ այլ ֆակուլտետներ, այսպես ավարտողները գան այստեղ երևի գալիս են հենց բանասերները, չէ, այսպես վերցնել։ Իհարկե սահմանափակում չկա, եթե որևէ մեկը ցանկանա եւ համապատասխան գիտելիքներ ունենա, կարող է դիմել բնագիտական ֆակուլտետներ ցանկացած եւ մագիստրատուրան շարունակել ոչ իր մասնագիտությամբ, երբեմն այդպիսի դեպքեր են լինում եւ հակառակն էլ իհարկե մեծ մասը ուսանողների բանասերներ են եւ Երևանի պետական համալսարանից եւ տարբեր, ասենք Իջևանի մասնաճյուղից կամ այլ բուհերի համապատասխան, բայց լինում են նաև ասենք պատմության ֆակուլտետի, օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներ, որոնք որոշում են մագիստրատուրան շարունակել մի քիչ այլ գծով, այսինքն մեծամասամբ բանասերներն են գալիս իրենց մասնագիտությունը շարունակելու, բայց երբեմն բանասերները գնում են այլ մասնագիտություններ, հիմնականում դե հարակից եւ հակառակը այլ հարակից մասնագիտություններից գալիս են ավելի գիտելիքները խորացնելու մագիստրատուրայում ինչ-որ մի նեղ գծով։
Դե արդեն խոսեցինք, ես գիտեմ, որ աղջիկները ավելի շատ են գալիս, քան տղաները, չնայած մի կողմից ես ուրախ եմ, որ հնարավորինս շատ աղջիկներ լինեն բանասեր, որովհետև հետո նրանք որ մայր են դառնում, այդ երեխաները շահում են։ Այդ երեխաները սովորաբար բանասիրական կրթություն ստացած մայրերի երեխաները լինում են շատ ավելի գրագետ, գրականություն իմացող, լեզու իմացող եւ այլն, անկախ իրենցից։ Այնպես որ դա լավ է։ Բայց հետաքրքիր է, տղաներ կան այսօր ընդհանրապես։ Իհարկե մեծ մասամբ աղջիկներ են, բայց տղաներ էլ են լինում, իհարկե միայն մեր ֆակուլտետում չի, դա շատ ֆակուլտետներում կա, բնական է ավելի քիչ են տղաները գալիս, նոր չգիտեմ, դա մտածում են հետագա աշխատանքի հեռանկարների հետ կապված կամ որովհետև ժամանակին տոկոսային հարաբերությունը, ասենք 1960-ական, 70-ական թվականներին մոտ 50-50 է եղել, այսպես ասենք, եւ աստիճանաբար նվազել է, այժմ քիչ, բայց կան եւ տղաներ եւ աղջիկներ մեծամասնությամբ։ Իսկ մագիստրատուրա գալիս են, այ շարունակում են, դա էլ է հետաքրքիր։ Դե մագիստրատուրան միշտ եղել է ավելի քիչ տոկոս է իր ստեղծման օրից եւ հենց մագիստրատուրայի նպատակը նա է եղել, որ ավելի ովքեր որ ուզում են նեղ մասնագիտական խորացնեն, ինչպես հետագայում ավելի նեղ ասպիրանտուրան, ինչքան որ բակալավրի թիվը փոքրանում է, բնականաբար մագիստրատուրա դիմողների քանակն էլ է փոքրանում, բայց ինչպես ասացի, ներկայությամբ 3 մասնագիտացում ունենք։ Մագիստրատուրային մի քիչ դինամիկան ավելի հեշտ է ստացվում, որովհետև հնարավոր է լինում որոշ տարիների որևէ մասնագիտությամբ ընդունելություն չկատարել, մյուսում կատարել, այսինքն նայել որն է ավելի գրավում ուսանողներին, ավելի թարմացնել, առարկայացանկերը ավելի շատ փոխել, որտեղ բոլոր դեպքերում բակալավրում բազային կրթություն է, որոշակի առարկաներ, դասընթացներ պարտադիր պիտի անցնել, մագիստրատուրան մի քիչ այդտեղ ավելի ճկունության հնարավորություն տալիս է ու մագիստրատուրայի թիվը հիմնականում պայմանավորվում է բակալավրի ընդհանուր քանակով։ Իսկ դե պարզ է, ես կարծում եմ, որ դե հնարավորություն պիտի լինի, եթե մարդիկ ուզում են մագիստրատուրայից հետո շարունակել զբաղվել գիտությամբ, չէ, ասպիրանտուրայում, այսպես այդ հնարավորությունները պարզ է կան եւ այսպես գնում են այսօր գիտության, թե չէ գալիս են ասպիրանտուրա։ Մի բան էլ հիշեցի ուղղակի նաև հավելեմ, որ մագիստրատուրայում համալսարանում գործում են 3 տեսակի ժամկետի առումով, 1 տարի, 1.5 եւ 2, նախինում մեզ մոտ 2 էր, հիմա 1.5, որպեսզի ավելի սեղմ ժամկետում կարողանան ուսանողները այդ կրթությունը ստանալ, իրենց աշխատանքին չխանգարի, նաև դասերը այնտեղ ամեն օր չեն, շաբաթվա 1-2 օր իրենք ազատ են ունենում եւ երկրորդ հերթով են լինում, այսինքն ամեն ինչ արվում է, որ մագիստրատուրան ավելի գրավիչ լինի, ավելի հեշտ ուսանողները կարողանան այնտեղ սովորել, միգուցե զուգահեռ, եթե հնարավոր է ինչ-որ մեկը հնարավոր է եւ ցանկություն ունի նաև աշխատել, այսինքն մագիստրատուրան այս առումով բակալավրից մի փոքր տարբերվում է։ Իսկ այդ մի տարին 1.5-2 հետաքրքիր է, որ դե այդտեղ ուղղակի այսպես է արվում, որոշ ընդհանուր դասընթացներ հանվում են, ժամանակները մի քիչ սեղմվում են, իհարկե դա փորձում է արվել այնպես, որ որակի հաշվին չլինի, այսինքն անհրաժեշտ առարկաները անցնում են, հետո 2 տարվա դեպքում վերջին կիսամյակում արդեն միայն դիպլոմային ավարտական թեզի վրա են աշխատում եւ պրակտիկայով, այսինքն դա համատեղվում է մի քիչ սեղմված տարբերակով, դրա համար մենք ընտրեցինք 1.5-ը որպես միջին տարբերակ, որպես եւ ոչ շատ երկար եւ ոչ շատ կարճ, այսպես ասած։ Առաջ հետաքրքիր է, որ առաջ գալիս էին Սփյուռքից սովորում էին, թե մանկավարժական համալսարանում, թե մեր համալսարանում, այստեղ նաև արևմտահայերենի խնդիրը կար, այսօր կա, չգիտեմ, այդ պահանջը չկա, դա ուսուցիչների Սփյուռքում վերապատրաստման կամ կուրսեր անցնեն, մի ժամանակ դա կար, հիմա դա շարունակվում է, թե ընդհատվեց այդ հետաքրքիր։
Այո, մի քանի տարի առաջ ավելի շատ էին գալիս Սփյուռքից, ընդ որում տարբեր երկրներից։ Վերջին տարիներին մի քիչ նվազել է, դա եւս պայմանավորված է մի քանի գործոնով։ Մի կողմից երևի Սփյուռքի դպրոցների քանակով պահանջարկով, մյուս կողմից երևի դարձյալ երիտասարդների աշխարհայացքով, թե հետագայում որտեղ պիտի աշխատեն, ավելի հազվադեպ են գալիս։ Հետո տարբեր նաեւ ես գիտեմ, որ կազմակերպում են ամառային դպրոցներ վերապատրաստման դասընթացներ, որոնք եւս նպաստում են Սփյուռքում այդ գործերով զբաղվողներին, որ ավելի կարճ սեղմ տարբերակով կարողանան իրենց, այսինքն կրթության խնդիրները հավելումը, վերապատրաստումը լուծել, բայց վերջին տարիներին ինչ որ չափով այո Սփյուռքի ուսանողներ քչացել է բավականին։ Մի խնդիր էլ հիմա այս արհեստական բանականության այսպես առաջընթացն է, որ իհարկե նույնիսկ ասում են, որ շատ մասնագիտություններ կվերանան եւ այլն, բանասերներին ես կարծում եմ դա չի սպառնում, բայց հիմա արհեստական բանականությունը պատմվածքներ է գրում, սցենարներ է գրում, ու շատ ուսանողներ իհարկե օգտվում են այդ ծառայություններից, հատկապես ասենք դիպլոմի պաշտպանության, չգիտեմ, քննությունների եւ այլն։ Այս առումով խնդիրներ դասախոսական կազմը չի ունենում գնահատելիս, թե չէ, տարբերակելու իբանալու է։ Այո, այդ խնդիրը կանթանապես տեխնիկական միջոցների զարգացման հետ եւ առավելություններ են գալիս եւ թերություններ, եւ մի կողմից հասանելի է դառնում ինֆորմացիան գրքերը միանգամից կարելի ամբողջ աշխարհում որոնել զանազան տեղեկություններ գտնել, բայց մյուս կողմից դա նաեւ հնարավորություններ է ստեղծում չմտածելու արհեստական բանականության առումով մի քիչ մեր դեպքում, մեր մասնագիտության դեպքում ավելի քիչ են հնարավորությունները առայժմ, այսինքն արհեստական որտեղ այդքան հայեր են, այո, այդքան հայեր են, չգիտի, բայց կիմանա շուտով։ Եվ քերականական հարցերին ոնց որ մի քանի անգամ փորձեր կատարեցինք հատուկ ուսանողների հետ, այսինքն կարող է արդյոք նախադասություն վերլուծել արհեստական բանականությունը, գտնել խոսքի մասը պաշտոնը եւ սխալների քանակը մեծ էր եւ դա լավ չի որ այդ ուղղությունը զարգացած չի հայերենի գծով, բայց մյուս կողմից էլ լավ է որ դա կանխում է արտադրությունը, առայժմ չարաշահումը, այո, ինչ որ տեքստը կարող է գրել, միգուցե օգտվեմ, բայց այդ առումով շատ մեծ օգնական չէ։ Հիմա Լիպարիտ Սարգսյանը լուրջ դեր խաղաց, որ Արտաշես Սարգսյանը դառնա բանասեր, որտեվ ասեմ, որ Արտաշես Սարգսյանը բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի որդին է։ Լուրջ դեր խաղաց, թե կապ չուներ, պիտի դառնայիք բանասեր։ Դե բնական է ինչ որ չափով դեր ունեցել է, մի քանի գործոն է դեր խաղում, դա էլ իր հերթին բոլոր դեպքերում միջավայրը ընտանիքը միշտ դեր են խաղում, պայմանները, ժամանակաշրջանը, որտեղ այսպես ասում են, չէ, կան ծնվող մահացող մասնագիտություններ, պահանջարկի ուժեղացող, թուլացող, ինձ թվում է եւ նա բոլոր դեպքերում։ Երկուսն էլ դեր եք։ Եվ հիմա չեք զղջում այս մասնագիտությունը դրելու համար։ Չէ։ Դե դա կարևոր է։ Դե ինչ ասեմ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Երևանի Պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն